Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր մայիսի 10։ Այնպես որ համարձակ ենք ասելու Տերն է իմ օգնականը և ես չեմ վախենա, ինչ կանե ինձ մարդը, Եբրայեցիս 13-րդ գլուխ 6-րդ խոսք։ Քանի որ Աստված երբեք չի թողնի մեզ և չի լքի, մենք կարող ենք լցվել նրանով ինչ ունենք։ Քանի որ Տերը մերն է, մենք չենք մնա առանց ընկերոջ, գանձի և ապաստանի։ Այս վստահությունը կարող է մեզ տալ մարդուց լիակատար անկախության զգացում։ Այդպիսի բարձր պաշտպանության ներքո մենք չենք զգում որևէ հարկադրանք վախենալու մեր մերձավորներից և խնդրելու նրանց թույլտվությունը մեր կյանքը մերը համարելու համար։ Բայց այն, ինչ մենք ասում ենք համարձակորեն և անտեսում ենք ցանկացած դիմադրություն։ Նա, ով վախենում է Աստծուց, այլևս ոչնչից վախենալու կարիք չունի։ Մենք պետք է այնպիսի երկյուղ ունենանք կենդանի Տիրոջ հանդեպ, որ նույնիսկ ամենահպարտ հալածողի սպառնալիքները մեզ վրա ոչ մի ազդեցություն չունենան, ինչպես քամու սուլոցը։ Այս օրերում մարդիկ չեն կարող մեզ այնքան վնասել, որքան կարող էին այն ժամանակ, երբ առաքյալը գրում էր այս խոսքերը. «Խոշտանգման սարքերն ու խարույկները այլևս անցյալում են, հսկա խեղաթյուրված իշխանությունը հիմա այլևս չի կարող ուխտավորներին այրել։ Եթե կեղծ ուսուցիչների հետևորդները դիմում են դաժան ծաղրի և արհամարհում են մեզ, մենք դրանից չենք զարմանում, որովհետև այս աշխարհի մարդիկ չեն կարող սիրել երկնային սերմը։ Եվ ինչ ապա։ Մենք պետք է տանենք աշխարհի արհամարհանքը, այն ոսկորներ չի կոտրում։ Աստծո օգնությամբ թող համարձակ լինենք, և եթե աշխարհը մոլեգնի, թող մոլեգնի, բայց մենք չվախենանք դրանից»։